Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր եւ իրական պատմությունները։ 1977 թվականի հունվարի 8-ին Մոսկվայում մեկ օրվա մեջ 3 պայթյուն գրանցվեց, բոլորը հանրային վայրերում։ Առաջինը տեղի ունեցավ 17:33 րոպեին Մոսկվայի մետրոպոլիտենում։ Երկրորդ ռումբը պայթեց 18:05-ին ԿԳԲ-ի գրասենյակի հարևանությամբ գործող նպարեղենի խանութում։ 5 րոպե անց գործարկված երրորդ պայթուցիկը տեղադրվել էր Կոմունիստական կուսակցության գրասենյակի մոտակայքում գտնվող մեկ այլ նպարեղենի խանութում։ 1977 թվականի փետրվարի 8-ին խորհրդային իշխանություններին պատկանող «Իզվեստիա» թերթը գրեց, որ պայթյունների հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 37 մարդ։ Գործը բացահայտելու համար ընդգրկվեցին Խորհրդային Միության լավագույն դատախազները, քրեագետները, իսկ հանցագործների որոնողական աշխատանքները ղեկավարում էր ԿԳԲ-ի գեներալ-մայոր Վադիմ Ուդիլովը։ Օպերացիան ստացավ պայթեցնողներ անվանումը։ Հարցաքննվեցին մոտ 500-ից ավելի վկաներ, որոնք իրարամերժ վկայություններ տվեցին, ինչի պատճառով աշխատանքները մտան փակուղի։ Սկսվեց պայթյուններից մնացած բեկորների ուսումնասիրությունը եւ պարզվեց, որ կասկածվող քաղաքներն են Երևանը, Դոնի Ռոստովը եւ Խարկովը։ Առաջ քաշված վարկածով պայթյունները կարող էին կատարել հայ կամ ուկրաինացի այլախոհները։ Ավելի ուշ Տաշկենտի օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցը նկատում է, որ ուղևորի ձեռքում նույն պայուսակից է, որն օգտագործվել է պայթյունների ժամանակ։ Պարզվում է, որ այդ պայուսակն արտադրված է Երևանի գործարաններից մեկում։ Փորձագետները միաժամանակ պարզում են, որ ռումբի ձուլվածքը կատարված է հատուկ էլեկտրոդով, որն ունի ֆտորի եւ կալցիումի ծածկույթ, որն օգտագործվում է միայն ռազմական գործարաններում։ Հետևաբար մտածում են, որ հանցագործներից առնվազն մեկն աշխատում է նման գործարանում։ 1977 թվականի հոկտեմբերին Մոսկվայի կենտրոնական Կուրսկի կայարանում ուղևորներից մեկը պայուսակ է նկատում։ Բացելով հայտնաբերում է ժամային մեխանիզմով փաթաթված մալուխներ։ Անմիջապես այդ մասին հաղորդում է հերթապահ ոստիկանին։ Պայուսակի ուսումնասիրությամբ հայտնաբերվում են օլիմպիական նշանով կապույտ սպորտային բաճկոն Երևանից եւ ձմեռային մորթեգլխարկ, որի վրա լինում են սև մազեր։ Սկսվում է հարավային Կովկաս մեկնող բոլոր գնացքներում եւ ինքնաթիռներում սև մազեր ունեցող մարդկանց ստուգումներն ու խուզարկությունները։ Վրաստանի եւ Հայաստանի սահմանագծին Մոսկվա-Երևան գնացքի 3-րդ վագոնում հայտնաբերվում է երիտասարդ, որը կրում է հայտնաբերված բաճկոնի տաբատը, ունենում է սև մազեր եւ չի ունենում ճամպրուկ։ Նա 30-ամյա Հակոբ Ստեփանյանն էր, ճամփորդում էր ընկերոջ նկարիչ 23-ամյա Զավեն Բաղդասարյանի հետ։ Պայթյունն իրականացնելու կասկածանքով նրան ձերբակալում են եւ տեղափոխում Երևան։ Իսկ նոյեմբերի 2-ին Երևանում ձերբակալվում է Ազգային միացյալ կուսակցության համահիմնադիր անդամ Ստեփան Զատիկյանը։ Նրան էլ խորհրդային իշխանությունները որոշում են ներկայացնել որպես պայթյունների կազմակերպիչ։ Ստեփան Զատիկյանը 31 տարեկան էր, ոսկե մեդալով ավարտել էր դպրոցը։ Պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելիս ծանոթացել էր նկարիչ Հայկ Խաչատրյանի եւ Շահեն Հարությունյանի հետ, հիմնադրել Ազգային միացյալ կուսակցությունը եւ ընդհատակյա քաղաքական գործունեություն ծավալել։ 1969 թվականին կազմակերպության որոշ անդամներ ձերբակալվում են հակասովետական քարոզի համար, այդ թվում Զատիկյանը։ Պատիժը կրելու տարիներին բարձր ակտիվություն եւ ըմբոստ վարքագիծ ցուցաբերելու համար Զատիկյանի ռեժիմն ավելի է խստացվում եւ նա տեղափոխվում է Վլադիմիրի բանդ։ Ազատ արձակվելուց հետո Զատիկյանը շարունակում է ընդհատակյա գործունեությունը։ 1972 թվականին նա ազատվելով կալանավայրից աշխատանքի է անցնում Երևանի էլեկտրոմեխանիկական գործարանում որպես տրանսֆորմատորների հավաքման վարպետ։ 1975 թվականին Զատիկյանը դիմում է ներկայացնում հրաժարվելով սովետական միության քաղաքացիությունից եւ ցանկություն է հայտնում լքել խորհրդային միությունը, սակայն մերժում է ստանում։ Հակոբ Ստեփանյանը եւ Զավեն Բաղդասարյանը լինում են Զատիկյանի հարևանները, ավելին հեռավոր բարեկամները։ Բոլորը լինում են Ազգային միացյալ կուսակցության անդամներ։ Սա առիթ է հանդիսանում, որպեսզի խուզարկություն լինի նաև Զատիկյանի տանը, որտեղ էլ հայտնաբերվում են ռումբերի դետալներ եւ պայթուցիկ սարքի սխեմա։ Քննությամբ որոշվում է, որ պայթյունների գլխավոր կազմակերպիչն ու ղեկավարը Ստեփան Զատիկյանն է, իսկ Ստեփանյանն ու Բաղդասարյանը կատարողները։ Հարցաքննության ժամանակ նրանք հայտարարում են, որ Զատիկյանը հրաժարվել է մեկնել Մոսկվա։ Ըստ Ստեփանյանի եւ Բաղդասարյանի Զատիկյանը վրեժ էր լուծում այն բանի համար, որ իրեն մերժել էին լքել խորհրդային միությունը։ Դատավարությունը տեղի է ունենում փակ եւ գաղտնի խորհրդային միության գերագույն դատարանում 1979 թվականի հունվարի 16-ից 20-ը։
Հունվարի 24-ին հրապարակվում է մահապատժի մասին դատավճիռը եւ 5 օր անց հունվարի 29-ին այն ի կատար է ածվում։ Պահպանված են դատավարության տեսաերիզները, որտեղ Զատիկյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվում է փաստաբանից, ասելով, որ ինքը մեղադրյալ չէ, այլ մեղադրող։ Я отказываюсь от вашего судилища, никаких защитников не нуждаюсь. Я сам есть обвинитель, а не подсудимый. Вы не подвластен мне судить. Я хочу еще моим друзьям несколько слов сказать, поскольку уже мы... Свое последнее слово Затикян закончил призывом на армянском языке. Передайте другим, что нам остается месть. Месть и еще раз месть. 1979 թվականի փետրվարին Մոսկվայի Հելսինկյան խումբը հանդես է եկել Զատիկյանի դատավարության վերաբերյալ անվստահություն եւ անհամաձայնություն հայտնող հայտարարությամբ։ Զատիկյանի ձերբակալությամբ ամրապնդվում էր խորհրդային իշխանությունների այն վարկածը, որ պայթյունի թիկունքում կանգնած են այլախոհները։ Իշխանությունները զրոյական հետաքրքրություն են ցուցաբերում Զատիկյանի ունեցած այն ապացույցներին, ըստ որոնց ինքը պայթյունների հետ կապ չունի։ Այդ տարիներին թե խորհրդային հասարակության եւ թե այլախոհական շրջանակներում հիմնավոր կասկածներ էին հնչում, որ Զատիկյանին արհեստականորեն են կապում մոսկովյան պայթյունների հետ, որպեսզի այդ կերպ ապացուցեն այլախոհ իրավապաշտպանների ունեցած կապը կամ առնչությունները դրան։ Զատիկյանի անմեղության մասին խոսակցությունները որոշակիորեն հիմնավորվում էին նաև այն հանգամանքով, որ նախաքննությունը եւ հատկապես դատաքննությունն անցնում էին հույժ գաղտնիության պայմաններում։ Դատավարության օրվա մասին չեն տեղեկացվել անգամ ամբաստանյալների հարազատները եւ ներկա չեն եղել։ 1979 թվականի նոյեմբերի 30-ին դեռևս տեղյակ չլինելով մահապատժի կատարման մասին Անդրեյ Սախարովը ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին ուղղված նամակում պահանջում է հրաժարվել դատավճռից մինչև նոր դատաքննության իրականացումը։ Մինչև 2000 թվականների սկիզբ հստակ ու միանշանակ հայտարարություն, ըստ որի Ստեփան Զատիկյանն է եղել Մոսկվայի մետրոյի պայթեցման կազմակերպիչը, իսկ Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանն էլ իրականացնողները չի հնչել։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։